Արինե Վիթյան, Սպուտնիկ Արմենիա, իմ հարցը վերաբերում է ձեր ռազմավարությանը, հենց անվտանգային տեսանկյունից, ինձ հետաքրքիր է, եւ դուք արդեն պատրաստ եք արդեն իրագործել այս ծրագիրը, արդյոք նաեւ ծրագրի իրականացման հիմքում կա նաեւ ռազմավարական գործընկերների կամ ռազմավարական դաշինքների հետ համագործակցությունը եւ նաեւ գիտենք, որ գործող իշխանությունը նաեւ գործող դաշինքներից հրաժարվեց եւ հիմա այլ այսպես կոչված ռազմավարական դաշինքների է փորձում գծվել եւ համագործակցել նրանց հետ։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ, կարևոր հարց եք բարձրացնում։ Մեր ընդհանուր դիրքորոշումը եւ իմ գործընկեր պարոն Քերոբյանը ներկայացրեց դա։ Առաջին հերթին միտված է մեր դիվանագիտական կարողությունների ընդարձակման։ Դա ենթադրում է ի թիվս այլոց, որ առաջինը մեր գործընկերության շահավերը պետք է ընդարձակվի եւ մենք պետք է աշխատենք հնարավորին չափ շատ ուժային կենտրոնների հետ եւ հնարավորին մեծ խորությամբ, ավելի լայն ընդգրկուն, ավելի տարողունակ ծրագրերով։ Դա մեկ։ Երկրորդը, բնականաբար մենք համարում ենք, որ Հայաստանի դեպքում շատ կարևոր է, որպեսզի գործընկերություններից գոնե ոմանք ունենան բավարար ռազմավարական եւ դաշինքային խորություն։ Եկեք արձանագրենք հետևյալը. այսօր Հայաստանը ունի որևէ ռազմավարական դաշնակից։ Դա շատ կարևոր է գիտակցել։ Հայաստանը ապրում է չլինելով որևէ ռազմավարական սխեմայի մեջ։ Մենք ֆորմալ իմաստով հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ, բայց ՀԱՊԿ-ի անդամությունը սառեցված է։ Մենք ունենք ռազմավարական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ 97 թվականի, նա փաստացի չի գործում կամ գործում է կիսատ-պռատ, ուրիշ որևէ պետության հետ մենք այդ կարգի պայմանագիր չունենք։ Մենք ունենք ստորագրած հուշագրեր, պայմանագրեր եւ այլն, բայց ռազմավարական համագործակցության պայմանագիր այլ պետության հետ չունենք եւ այս վարչախումբը իր գործունեության 8 տարիների ընթացքում անընդհատ հակադրվելով եղած դաշնակցին նոր դաշնակցային հարաբերություններ չի ձևավորել։ Ուստի մենք կարծում ենք, որ իշխանափոխությունից հետո բնականաբար պետք է տեղի ունենա այստեղ հստակեցում։ Պետք է տեղի ունենա հստակեցում կամ եղած ռազմավարական հարաբերությունները վերանայվում են, վերաթարմացվում են եւ դրանից հետո շարունակում են բնականon զարգանալ, կամ որը քիչ ավելի քիչ հավանական է տարբեր աշխարհական պատճառներով, բայց հակառակ դեպքում պետք է գտնել ով է մեր դաշնակիցը, որովհետեւ փոքր պետությունը, ինչպիսին են Հայաստանն է, այսպիսի տարածաշրջանում, որում անընդհատ սպառնալիքներ կան, չի կարող իր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, երբ որ կողքի գտնվում են 100 միլիոնանոց շատ ագրեսիվ պետություններ, հա։ Ուստի հասկանալի է, որ բնականաբար ռազմավարական դաշնակցային այդ դաշտը պետք է վերականգնվի իշխանափոխությունից հետո։ Շնորհակալություն։